Հիմնադիր խորհրդարանի ղեկավար անդամների ձերբակալությունները իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումների շղթայի մասն են եւ ուղղված են ընդդիմության դեմ, կարծում է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ակնհայտ է, որ սա տեղավորվում է այդ նույն շղթայի մեջ, հետապնդումների սահմանադրական իրավունքների խախտման այդ շղթայի մեջ։ Զուրաբյանն ասում է, այս պարագայում կարևոր չէ, թե ինչպես են իրենք վերաբերվում ապրիլի 24-ին իշխանափոխության կոչով հանրահավաք անցկացնելու հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությանը։ Ես կարող եմ համարել որևէ բան անգամ դատապարտելի, բայց միևնույն է, ինչպես Վոլտերն էր ասում, կյանքս կտամ, որ այդ ազատություններից դուք կարողանաք օգտվել։ Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը անարխիզմ է տեսնում Ժիրայր Սեֆիլյանի գործունեության մեջ եւ չի թաքցնում իշխանությունները դա չեն կարող հանդուրժել։ Իշխանությունները այդքան թույլ չեն, որպեսզի թույլ տան, որ այս կամ այն խմբավորումը հակաօրինական, հակապետական գործունեություն ծավալի։ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ համարում է, որ իրավապահները ճիշտ են վարվել, հիմնադիր խորհրդարանի ղեկավարներին բերման ենթարկելով։ Հանրապետական պատգամավորը հակաժողովրդական է համարում Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը եւ ապրիլի 24-ին ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը հանրահավաք անելու կոչը։ Զանգվածային անկարգության կասկածանքով ձերբակալությունները Մելիքյանի կարծիքով հիմնավոր են եւ քաղաքական հետապնդում չեն կարող համարվել։ Սա քաղաքական հետապնդում չէ՞ համարվում։ Բացարձակապես։ Կարծում եմ, որ ողջ հայ ժողովուրդը կողջունի նույնիսկ այս քայլը։ Վերջերս ընդդիմադիր հռչակված Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը եւս վստահ է, հենց այնպես առանց որևէ պատճառի իրավապահները ոչ ոքի չէին ձերբակալի։ Խուսափելով քաղաքական գնահատական հնչեցնել Վահան Բաբայանը նկատեց, հիմնադիր խորհրդարանի գործունեությունն իր համար կասկածելի է։ Եթե իրենք օրենք են խախտել, որոշակի տեղեկատվություն կա նման հարցերի շուրջ, որ ոստիկանությունը կամ իրավապահ մարմինները գնացել են նման քայլերի, ուրեմն դա էլ պետք է սպասել, որովհետև այն կոչերը, որոնք իրենք էին հնչեցնում եւ ընդհանրապես իրենց գործունեությունը բավականին կասկածելի բնույթ էր կրում եւ թող ոստիկանությունը իրավապահ մարմինները գնահատական տան, ես որպես քաղաքական գործիչ կխուսափեմ այս բային գնահատականներ տալ։ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունը անհասկանալի է եւ դատապարտելի, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրամասնելով։ Սեֆիլյանի աջակիցները համաձայնել էին ապրիլի 24-ի հանրահավաքն անցկացնել Երևանի ծայրամասում։ Այս ֆոնին նրանց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն եւ մերկապարանոց։ Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այսպես կոչված 7-ի գործով մեղադրյալներից մեկն էր եւ ում դեմ նույնպես զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էր առաջադրվել, ասում է. Դա իշխանության հանգրվաններից մեկն է, երբ տեսնում են այլ կերպ չեն կարողանում գործել, ապա մեջբերում են որևէ քրեական օրենսգրքի հոդված, որպեսզի լրացնեն հակառակորդներին։ Սա անընդունելի, դատապարտելի գործելավոճ է։ Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է, ընդդիմադիր այս կամ այն խումբը մեկուսացնելով խնդիրները չեն լուծվում եւ հորդորում է իշխանություններին սթափ գնահատել իրավիճակը։ Անկախ նրանից այս պահին ում կմեկուսացնեն, ում չեն մեկուսացնի, միևնույն է խնդիրը առկա է։ Միևնույն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պահանջում է փոփոխություն։ Օր առաջ պահանջում է, որպեսզի այս բռնազավթիչները ուղղակի թողնեն հեռանան, առանց արյունի ցանկալի է։ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասում է, գնահատականներ տալու համար լրացուցիչ տեղեկությունների կարիք կա, իսկ հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությանն իրենց վերաբերմունքը բազմիցս են հայտնել։ Ցեղասպանության 100-ամյակի հետ իշխանափոխության կոչերը կապել չի կարելի։ Դրա մասին հայտարարել ենք բազմիցս, ոչ մեկ անգամ, բայց որքանով է քրեական առումով հիմնավորված այս բոլոր քայլերը, դրանք պետք է ուսումնասիրել փաստերը, ես այդ փաստերին չեմ տիրապետում։ Մոտ 2 շաբաթ առաջ Արմեն Ռուստամյանն անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությանն ասել էր, թե իշխանությունները կանխարգելիչ գործողություններ պետք է իրականացնեն, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով նաև ձերբակալություններն էր թույլատրելի համարել։ Այսօր Արմեն Ռուստամյանն ասաց, իր խոսքերը չի կարելի մեկնաբանել որպես Ժիրայր Սեֆիլյանի դեմ ուղղված գործողությունների կոչ։ Ծայրահեղ անհրաժեշտությունը, այո, ենթադրում է, որ քայլեր կատարվի ծայրահեղ անհրաժեշտությունից բխած, այսինքն ավելի մեծ աղետը կանխելու համար քայլեր են կատարում։ Սա է ծայրահեղ անհրաժեշտության մասին իմ հայտարարությունը, ոչ թե ես ասել եմ գնացեք Ժիրայր Սեֆիլյանին բռնության ենթարկեք։ Այդպիսի ենթատեքստ բացարձակապես չի եղել, բայց լրագրողների թեթև ձեռքով երևի իրենք էլ դա չեն հասկացել կամ հատուկ են արել, որպեսզի այդ իմ մեկնաբանությունը դիտվի իբր թե Ժիրայր Սեֆիլյանի դեմ կատարած հայտարարություն։